15 ջահելի կյանքը ընդհատելու համար ոչ մի տես վճիռ չկա, որ համաչափ լինի։ Ոչ մի վճիռ չկա, առավել եւս 3 տարի։ Ես չգիտեմ դատավորը ինչից ելնելով այդ վճիռը կայացրել։ Ազատի զինվորական կացարանի հրդեհից զոհված Հայկ Կիրակոսյանի հայրը վրդովված է դատարանի վճռից։ Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել կրտսեր սերժանտ Ժամկետային Ռադիկ Մաթևոսյանին։ Նա դեպքի օրը վաշտի հերթապահներ պարտավոր էր հետևել վարարանը վառելու գործընթացին, մինչդեռ ըստ վճռի չի կատարել իր պարտավորությունը։ Փոխարենը կեսգիշերն անց կես ժամ բացակայել է հեռախոսով խոսելու նպատակով։ Այդ ընթացքում էլ բռնկվել է հրդեհը։ Ռադիկ Մաթևոսյանին առնչվող դրվագը առանձնացված էր հիմնական գործից։ Դատավորը եզրակացրել է, եթե նա հետևեր իր պարտականություններին, կարող էր կանխել սպա Եղիշե Հակոբյանի վտանգավոր գործողությունները, որոնց հետևանքով ըստ մեղադրանքի հրդեհեր բռնկվել ու տարածվել կացարանով մեկ։ Սպան բենզինով էր փորձել վառել վարարանը։ Նա ողբերգական հրդեհի հիմնական գործով անցնող գլխավոր մեղադրյալն է։ Այս գործով վճիռ դեռևս չկա։ Դատաքննությունը վկաների հարցաքննության փուլում է։ Զոհված 15 զինծառայողների հարազատները մինչև հիմա կասկածամտորեն են վերաբերվում հրդեհի բռնկման դատախազության առաջ քաշած վարկածին։ Նրանք կարծում են, որ տղաները նախքան հրդեհի բռնկումը արդեն մահացած են եղել։ Չեն բացառում միգուցե անգամ ադրբեջանական դիվերսիայի հետևանքով։ Եթե հավատան պաշտոնական վարկածին, համար առաջի մեղավորը այնտեղ Ռադիկն է, որտեղ եթե ինքը նստած լիներ փեջի կողքը, այսինքն իր տեղում, որտեղ որ նախատեսված է ինքը պետքա լիներ, ժամանակին փեջ գցել փեջի մեջ, փեջը չէր անգի, եղանը չէր բերի բենզին լցնել, բաժակ չէր տա։ Քանի դեռ իր համար վճիռ չէր, քանի մեղավոր չէր ճանաչվել, իմ համար ինքը անմեղ էր, որ ասում անմեղության կանխավարկած այդ բանը, բայց եթե ինքը մինչև վերջ իր ասածը տես տարավ ու իր մեղավոր ճանաչեցին, ես համարում եմ, որ իմ երեխու է 15 երեխու մավան համար, եթե առաջին չէ, առաջիններից մեկ մեղավորը ինքն է։ Ես չեմ ուզում միջայել ազատությունից զրկվի գնա Բերթերում փտի, բայց այսօր նայում եմ 15 երեխու իրանց այդ ծառայեկից տղեկի արունը ու կյանքը, ես ամեն ինչ իրանք ուրանալով բրթում են առաջ, էսի պաշտոնական վարկած են առաջ տանում, դա արդեն իմ համար անընդունելի է։ Զոհված զինծառայողների ծնողները մտահոգված են։ 3 տարի տևած դատավարության ընթացքում նախնական պաշտոնական վարկածից բացի այլ վարկածներ առաջ չեն քաշվել։ Նրանք կարող են այդպես էլ չիմանալ, թե ինչն է իրենց երեխաների մահվան իրական պատճառը, ովքեր իրական մեղավորները։